Հունվարի 31-ին անցկացված անգլերեն առարկայի միասնական քննությունից հետո սոցիալական ցանցերում մի շարք դիմորդներ եւ ծնողներ բարձրաձայնել են քննության ընթացքում արձանագրված տեխնիկական խնդիրների մասին, մասնավորապես երկրորդ եւ չորրորդ տարբերակների դեպքում։ Երկրորդ եւ չորրորդ թեստերը խոտաններով գրված երեխաներին կրկնակի ստրեսի ենթարկեցին։ Այսօր անցկացված անգլերենի քննությունն ամբողջությամբ խայտարակություն էր։ Էջերը վատ էին տպված, կրկին բաժանել են, շատ սխալներ կային երկրորդ ու չորրորդ տարբերակներում։ Ուսանողները շփոթվել են, սա ուղղակի անընդունելի է։ Այնուամենայնիվ պահանջում ենք չեղարկել քննության արդյունքները, քանի որ երեխաները պատրաստվել էին եւ մասնակցել այս անորակ քննությանը։ Քննությունը անցկացվել է խայտառակ ձևով։ Երկրորդ եւ չորրորդ տարբերակի աշակերտները պանիկայից ելնելով են տապալել քննությունը, իսկ մնացածը ՔԹԿ անձնակազմի առաջացրած աղմուկի պատճառով, ինչի արդյունքում հնարավոր չի եղել կենտրոնանալ։ Չեմ խոսում քննության մյուս ձախողման պատճառի մասին, սաստիկ ցրտի մասին, ուր են գնում այն վճարումները, երբ մենք բարձր ենք վճարում ջեռուցման համար։ Պահանջում եմ, որպեսզի բոլոր աշակերտները վերահանձնեն քննություն, վերոնշյալ բոլոր խնդիրները վերանայված։ Այսօրվա մեր կրթական համակարգը լճացում է ապրում, էլ չասեմ այս քննության մասին, խայտառակություն։ Խայտառակություն էր տիրում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ գնահատման եւ թեստավորման կենտրոնը հայտնում են, որ 2026 թվականի հունվարի 31-ին անցկացված անգլերեն առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան, քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքների վրա։ Առկա հանգամանքը հաշվի առնելով որոշում է կայացվել 2026 թվականի մարտի 1-ին կազմակերպել անգլերեն առարկայի նոր միասնական քննություն։ Նոր քննությանը կարող են մասնակցել բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց ստացած քննական արդյունքի հետ, անկախ իրենց թեստի տարբերակից։ Նշվում է, որ կպահպանվի բարձր միավորը։ Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն չմասնակցելով նոր քննությանը։ Հայտակրման գործընթացի եւ կազմակերպչական մանրամասների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։